պարտադրել սահմանադրության փոփոխություն, պարտադրել դասագրքերի փոփոխություն եւ ոչ միայն, այլև դա բերել ներքին դիսկուրս, որ ներսում մարդիկ ասեն, որ մենք պետք է անենք, ոչ թե պարտադրեն վերևից, ասեն ադրբեջանցիներն են ասում, որ պետք է փոխել, չէ, ադրբեջանցիները չեն, մենք ենք ուզում, դա է ճիշտը, հա։ Այո, միանշանակ այո, ես մի հատ ավելի փոքր համատություն անեմ, պատկերացրեք մարդ, որ օրինակ ինչ-որ ճանապարհ է անցել, հաջողություններ եւ այլն, մեկ էլ X փուլում գալիս իրեն ասում են, որ գիտես, այս քո ծնողները չէին։ Դու օրինակ ես վերցրել էին որփանոցից եւ այլն, ասած ամբողջ քո այդ պատմությունը, կետը, որից դու սկսել ես, սխալ է եղել, քեզ խաբել են։ Ու դու սկսում ես հավատալ։ Ու դու սկսում ես ոչ միայն հավատալ, այլ նաև դու սկսում ես ընկնել տարօրինակ ապրումների մեջ, դու հարցականի տակ ես դնում ոչ միայն քո անցյալը, այլ անցած ուղին, այլև քո ապագան է սկսում խեղվել դրա շնորհիվ, որովհետև դու կորցնում ես այդ հիմքը, որից դու սնվել ես, որը քեզ կերտել է, որովհետև յուրաքանչյուր մարդու կյանքում իր ծնողները իր ընտանիք են, այդ հիմքն են, աչքերը բացում ես ծնողներին է տեսնում, ուտեղ սկսել ես հարցեր տալ քեզ։ Նույնը ինքնությանն է վերաբերվում։ Ես գալիս ասում եմ, գիտեք, դուք սխալ եք ապրել, բայց ոչ թե այն տեսանկյունից, որ եկեք վերանայենք, եկեք տեսնենք, որտեղ կարող ենք ավելի ուժեղ լինել, որտեղ կարող ենք ավելի իմաստուն լինել, ավելի շրջահայաց լինել եւ կանխել զարգացումներ։ Չէ, ասում են, դու սխալ ես ապրել, որ մտածել ես օրինակ, որ Արցախը դա հայկական հող է, բայց կներես եղբայր, Մեսրոպ Մաշտոցը առաջին հայկական դպրոցը հիմնել է Արցախում։ Բավական է ուղղակի քայլել այդ տարածքում, այդ տարածքից այդ հայկականությունը բուրում է եւ բուսնում է։ Չի կարող դա չլինել հայկական։ Ու ամեն ինչ դնել հարցականի տակ։ Այդ թվում հարցերը առաջ, իսկ կարող է մենք մի բան սխալ ենք արել, որ մեզ ցեղասպանել են օրինակ։ Ու ինչ որ բավականին լուրջ մարդիկ սկսում են այդ հարցերը քննարկել։